Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ունենք նորություններ։ Սրա մասին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը այսօր ճեպազրույցի ժամանակ։ Նորությունն այն է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում։ Վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվում է քննարկության, եւ Սահմանադրական խորհուրդը որոշել է որոշակի ձևակերպումների հետ կապված հարցերը, թե ինչպիսին դրանք պետք է լինեն Սահմանադրության տեքստում։ Մենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում արդեն կսկսենք իրազեկման արշավը, եւ բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ այլևս կա խորհրդի քվեարկությունը, մենք կներկայացնենք հանրությանը, ասել է Գալյանը։ Հարցին, թե արդյոք հասել են անկախության հռչակագրի մասին, նախարարը պատասխանեց. Նախաբանը եւ առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել, ուստի ոչ։ Հայաստանում կներդրվի անկանխիկ համընդհանուր հետվճարային համակարգ։ Սրա մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով մյուս տարի բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում 2% հետվճար կստանան։ Շարունակվելու եւ զարգացվելու է նաեւ թոշակառուների համար գործող հետվճարի համակարգը։ Կառավարության կողմից շրջանառված նախագծով նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել եւ սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։ Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող եւ անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-ից 4000 դրամով։ Գյումրիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Սրա մասին հայտնել են քննչական կոմիտեից։ 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 15 անձի նկատմամբ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ վարչական հսկողությունը, ասացին կոմիտեից։ Կալանավորվածների թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, ապօրինի շինությունների բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը։ Տնային կալանքի տակ է ԿՊԱ-կան падգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը։ Փոխանցվում է, որ մեկ անչափահասի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս անչափահասի նկատմամբ տնային կալանքը։